Սիրելի քույրեր եւ եղբայրներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, սրտանց ողջունում եմ ձեզ Միացյալ Նահանգներից, Լոս Անջելեսից, մասնավորապես Գլենդել քաղաքից, ես Օնիկ եղբոր ժողովարանում եմ գտնվում եւ շնորհակալ եմ, որ եղբայրը նման հնարավորություն է տվել, որ կարողանամ այստեղից ձեզ հետ կիսվել։ Ինձ համար շատ անսովոր է, որ նման ֆորմատով շփվեմ ձեզ հետ, բայց իմ աղոթքն է եւ ձեր աղոթքն է, որ մենք իհարկե շուտով հանդիպենք, երես առ երես իրար տեսնենք, իրար գրկենք եւ Աստծո շնորհքը փոխանցենք միմյանց։ Նորից շնորհավորում եմ անցած բոլոր տոների կապակցությամբ եւ աղոթում եմ, որ այս տարի յուրահատուկ տարի լինի մեզ համար։ Մեր օրացույցի մեջ, մեր կյանքի օրացույցի մեջ, երբ որ մենք նայենք, հետ նայենք 2026 թվականը ամենահիշարժան տարիներից մեկը լինի մեր կյանքում։ Եթե հավատում եք, կարող եք ամեն ասել դրան եւ մեր համաձայնությունը բերենք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր, այո, արա մեր կյանքի մեջ այնինչ ուզում ես, որ 2026 թվականը տարբեր լինի մնացած բոլոր տարիներից։ Եվ ով գիտի, գուցե եւ սա մարդկության վերջին տարին է երկրի վրա, որովհետեւ մենք մեծ փափագով սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենօրյա վերադարձին։ Եվ այս առումով եկեղեցին եւ հոգին ասում է. «Եկ Տեր Հիսուս Քրիստոս»։ Մենք, ինչպես ասացի, Լոս Անջելեսում ենք եւ մեզ համար հեշտ չի այս ընթացքը, դժվարություններով անցանք, բայց շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, որ ինչպես դուք սիրում եք մեզ համար աղոթել, մենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց հետ ճիշտ գործը արեցինք եւ շարունակում ենք անել։ Եվ դա տեսնում ենք, այդ աղոթքի պատասխանը տեսնում ենք եւ հիմա էլ ես ճիշտ տեղում եմ, դուք ճիշտ տեղում եք եւ ճիշտ գործն ենք անում։ Ես աղոթում եմ այս տարվա պատգամի համար, այս տարվա կարգախոսի եւ տեսիլքի համար, ինչպես մեր եկեղեցու արդեն տարիներվա սովորությունն է, ավանդույթը գեղեցիկ, որ ամեն տարվա սկզբում մենք ունենանք գեղեցիկ մարգարեական խոսք, հռչակում, կարգախոս, որով մենք պետք է առաջնորդվենք եւ սրտի տրոփյունով սպասում էի, թե Տերը ինչ խոսք պիտի ասեր մեզ, ինչ ուղենիշ ուներ մեզ համար, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ուրախությամբ եւ հուզմունքով ուզում եմ փոխանցել ձեզ այն, ինչ հավատում եմ, որ Տիրոջից եմ առել եւ ուզում եմ նաեւ, որ դա ձերը դառնա։ Ուրեմն այս տարի 2026 թվականը մեզ համար լինելու է գերազանց տարի։ Կարող ենք միասին ասել այս հայտարարությունը, այս կարգախոսը, ինչ տարի, գերազանց տարի։ Իհարկե գերազանց տարի մենք չպետք է պատկերացնենք աշխարհային չափանիշներով։ Հիմա սա մեզ չպետք է հանգստացնի, արխայնացնի, որ գնանք տուն, ասենք հովիվն ասել է գերազանց տարի է լինելու, էլ ոչինչ պետք չի անենք, ամեն բան լավ է լինելու ինքնստինքյան։ Ոչ, այդպես չի։ Գերազանց տարի չի նշանակում, որ մեր գլխին փողեր պետք է թափվեն, որ ինչ ուզենք դա պետք է լինի։ Գերազանց տարի նշանակում է, որ մենք մեզ պետք է գերազանցենք։ Այն ինչ որ անում ենք անցյալ տարիներին, այս տարի այդպես չպետք է անենք։ Պետք է գերազանցենք սրբության մեջ, պետք է գերազանցենք աղոթքի մեջ, պետք է գերազանցենք Աստծո խոսքի ուսումնասիրության մեջ, ավետարանչության մեջ, ծառայության մեջ, Աստծուն նվիրվելու մեջ։ Հենց դա է գերազանց տարին։ Ոչ թե նյութական հարստության մասին է այն, այլ հոգևոր հարստության։ Իհարկե հավատում եմ Տերը նյութապես էլ մեզ կօրհնի, բայց գերազանց տարի նշանակում է հոգևոր պարգևներով լեցուն տարի, նշանակում է, որ մենք պետք է գերազանցենք նախորդ մեր հաջողությունները, մենք պետք է գերազանցենք աղոթքի, ընթերցանության այն նշաձողը, որ ունեինք անցած տարիների ընթացքում, պետք է աճենք, պետք է առաջանանք, պետք է հաղթանակներ ունենանք, հենց դա է գերազանց տարի։ Եվ այս առումով ուզում եմ միասին բացենք Դանիելի մարգարեության 6-րդ գլուխը, որովհետև երբ որ մենք խոսում ենք գերազանցության մասին, գերազանց բառի մասին, միանգամից իմ աչքերի առջև է գալիս Դանիելը։ Իհարկե, գերազանցներից գերազանցը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Աշխարհի մեջ ասում են թագավորներին, չէ, ասում են նորին գերազանցություն։
Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ միակն է, որ արժանի է այս տիտղոսին, նա է մեր գերազանցությունը, բայց նա ուզում է, որ իր զավակներն էլ իրեն գերազանց ձևով պաշտեն, գերազանց ձևով նվիրվեն, գերազանց ձևով ծառայեն։ Ընդհանրապես, երբ որ մենք լավ գիտենք մեր ուսման ընթացքում, մեր դասարաններում միշտ եղել են հատուկ աշակերտներ, որոնց ասել են գերազանցիկներ։ Գերազանցիկները միշտ տարբերվել են։ Այն միջակներն ու ծույլիկները իրանց ուրիշ աչքով էին նայում, չէ՞։ Մի տեսակ նախանձով, մի տեսակ չարակամությամբ մերժում էին, չէին ուզում իրանց հետ ընկերություն անել, որովհետև գերազանցիկները տարբեր են։ Քույրեր եղբայրներ, իմ աղոթքը սա է, որ այս տարվա մեջ, եթե մենք տարբերվելու լինենք, գերազանցությամբ տարբերվենք, գերազանց աղոթքով, գերազանց սրբությամբ, լինենք գերազանցիկ հավատացյալներ հանուն Հիսուս Քրիստոսի եւ Աստծո փառքի։ Ոչ թե մեր համար, ոչ թե մեր անվան համար, այլ նրա համար, որ մեր Տերն արժանի է գերազանց նվիրման, գերազանց պատարակների եւ գերազանց պաշտամունքի։ Ուրեմն Դանիելի մարգարեության 6-րդ գլխի առաջի խոսքից կարդում եմ, որ գրված է. հաջո երևաց Դարեհի առաջին թագավորության վրա 120 կուսակալներ դնելու։ Դարեհը Պարսից մեծ կայսրն էր եւ հաջո երևաց նրան իր ամբողջ թագավորության վրա իմիջիալոց Հայաստանն էլ այդ ժամանակ Դարեհի տիրապետության տակ էր գտնվում։ Երևանդունիներն էին, բայց միևնույն է Հայաստանն էլ Պարսից արքայության եւ կայսրության ազդեցության տակ էր։ Հետևաբար այս 120 կուսակալները դրանցից մեկը նաև Հայաստանի կուսակալներ։ Ուրեմն 120 կուսակալներ դնելու, որոնք լինեն բոլոր թագավորության վրա, սրանք կառավարիչներն էին։ Եվ սրանց վրա 3 հրամանատար, որոնցից մեկը Դանիելն էր։ Մի հատ հիմա եկեք պատկերացնենք այս վիճակը։ Նախ Պարսից մեծ կայսրությունն էր, միլիոնավոր մարդիկ էին այնտեղ ապրում եւ այդ միլիոնների միջից 120 հոգին առանձնացան։ 120 հոգու միջից 3 հոգի առանձնացավ։ 3-ի միջից մեկը առանձնացավ եւ դա Դանիելն էր։ Քույրեր եղբայրներ, Աստված ուզում է, որ որտեղ որ դու լինես, տարբերվես, առաջանաս, լինես առաջադեմ։ Պողոս առաքյալը գրում է երիտասարդ Տիմոթեոսին եւ ասում է. թող քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Ես չեմ ուզում, որ մենք հետամնաց հավատացյալներ լինենք։ Ես ուզում եմ, որ մենք առաջադեմ հավատացյալներ լինենք, զարգացած, հոգեվորապես աճ ունեցող հավատացյալներ։ Ուրեմն սրանց վրա 3 հրամանատար, որոնցից մեկը Դանիելն էր, որոնց այն կուսակալները հաշիվ տան, որ թագավորին վնաս չլինի։ Այն ժամանակ այս Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից եւ կուսակալներից, տարբերվեց այն 120-ից, նախապատիվ եղավ, թագավորը նախապատվությունը Դանիելին տվեց։ Քույրս եղբայրս, ես ուզում եմ ասել այս տարվա համար, որ մեր թագավոր Տեր Հիսուս Քրիստոսը քեզ համար նախապատվություն ունի, առաջնահերթություն ունի, եւ նա կարող է շրջանցել հազարավորներին եւ միլիոնավորներին, որպեսզի հասնի քեզ, որովհետեւ Քրիստոսի շնորհքը, քանի որ քո վրա է, Աստված նախապատիվ է անում քեզ։ Ինչու նախապատիվ արեց Դանիելին թագավորը։ Շարունակությունն ասում է, եւ շարունակությունը Աստվածաշունչն է ասում, հետեւաբար սա ճշմարտությունն է, ասում է, որովհետեւ նրանում կամ նրա մեջ գերազանց հոգի կար։ Ահա քույրեր եղբայրներ, գերազանցության գաղտնիքը, դա շատ գիտելիքներ ունենալու մեջ չի, այլ գերազանց հոգի ունենալու մեջ է։ Իհարկե գերազանց հոգին դա Սուրբ հոգին է, որ մեր մեջ է, բայց այստեղ ավելի շատ խոսքը Դանիելի բնավորության մասին էր։ Նա ուրիշ հոգի ուներ։ Կան չէ, որ մարկանց մասին, որոշ մարկանց մասին ասում են ինքը ուրիշ հոգի ունի, ինքը ուրիշ սիրտ ունի, ինքը տարբեր է ուրիշներից։ Այդպես էլ Աստված է ուզում, որ այս տարվա մեջ դու լինես
տարբեր, լինես առանձնահատուկ, լինես տարբերվող։ Եվ ասում է թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնի։ Պատկերացնում եք, քանի որ Դանիելի մեջ գերազանց հոգի կար, թագավորը մտածում էր նրան բարձրացներ։ Ուրեմն գերազանց տարին կապ ունի գերազանց հոգու հետ, կապ ունի գերազանց բնավորության հետ, հղկված բնավորության հետ, Քրիստոսանման կյանքի եւ բնավորության հետ։ Գերազանց ասելով մենք չպետք է հասկանանք շատ փող, չպետք է հասկանանք ավելի կոմֆորտ կյանք, չպետք է հասկանանք ավելի շատ ծրագրեր, ավելի շատ գործեր մարդկային, այլ պետք է հասկանանք ավելի շատ նվիրում, ավելի շատ սրբություն, բնավորության մեջ Քրիստոսին ավելի շատ նմանվել։ Եվ գերազանց տարին հենց դա է ենթադրում, գերազանց կյանք նաև։ Քանի որ Աստծո տեսանկյունից գերազանցությունը չի չափվում միայն արտաքին արդյունքներով, Աստծո համար գերազանց է այն մարդը, ում մեջ կա ուրիշ հոգի։ Իսկ հոգին միշտ չի, որ երևում է, տեսանելի է, Աստված տեսնում է։ Դավիթի եղբայրները գերազանց էին, իրենց հասակով, տարիքով, Սավուղը Դավիթից գերազանց էր, բոլոր տղամարդկանցից մեկուսով բարձր էր։ Դավիթը ցածր էր, իր եղբայրներից փոքրն էր, բայց քանի որ իր մեջ գերազանց հոգի կար, Աստված նրան բարձրացրեց։ Ուրեմն մեր աղոթքը պետք է սա լինի, որ Տեր իմ մեջ գերազանց հոգի, գերազանց սիրտ, գերազանց բնավորություն ձևավորիր քո Սուրբ Հոգու միջոցով։ Ահա թե ինչու այս տարվա հռչակումը ուղղակի խոսքի մասին չի, ուղղակի մի հրաշագործ արտահայտություն չի, որ հիմա հովիվը կհայտարարի եւ մեր բոլոր գործերը լավ կընթանան։ Այս տարվա հայտարարությունն ու կարգախոս առաջին հերթին մարտահրավեր է, մեզ դնում է պատասխանատվության առաջ, պարտավորություն է տալիս մեզ, որ մենք պետք է լինենք գերազանց, որովհետև երբ որ կգա 2026 թվականի ավարտը եւ հետ կնայենք, արդյոք կկարողանանք ասել, որ իսկապես 2026 թվականը տարբեր էր մնացած տարիներից իմ կյանքին։ Գերազանց նաև նշանակում է, որ մենք չպետք է մեղքին զիջենք, մենք չպետք է հարմարվենք գաղջությանը, մենք պետք է աճենք, մենք պետք է առաջ գնանք, մենք պետք է գերազանցենք։ Գերազանց նշանակում է, որ մենք պետք է նաև գին վճարենք, որ հասնենք դրան, ջանք գործադրենք, խոնարհվենք Աստծո առաջ։ Հետևաբար այսօր ուզում եմ հենց այս մասին խոսել, մեկը, որ Աստծո գերազանցիկն էր, Դանիել, իր դասարանում էր գերազանցիկ, իր տան մեջ էր գերազանցիկ, իր երկրի վրա գերազանցիկ էր ինքը։ Ոչ թե միջակ, ոչ թե ծույլ, այլ գերազանց։ Քույրեր, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ աշակերտներ ունի, բայց նա չի ուզում, որ իր աշակերտները լինեն միջակ, չի ուզում, որ իր աշակերտները լինեն ծույլ։ Հիշում եք դատաստանի օրը մի ծառայի Տերը կասի չար եւ ծույլ ծառա, ուրեմն ծույլիկ չլինենք, գերազանցիկ լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի դպրոցում որպես նրա աշակերտ։ Հիմա ով է գերազանց հավատացյալը։ Գերազանց հավատացյալը նա չէ, ով ամեն ինչ գիտի։ Աշխարհի մեջ այդպես է, ով ամեն ինչ գիտի, իրեն ասում են ամենագետ, իրեն ասում են գերազանցիկ, բայց գերազանց հավատացյալը նա է, որ իր կյանքի բոլոր ոլորտների մեջ նախապատվությունը տալիս է Աստծուն, առաջնահերթությունը տալիս է Աստծուն, կա ինչ-որ մեկը, որ կասի ամեն դրան, երբ որ նա ամեն բանից առաջ Աստծուն է դնում իր կյանքի մեջ։ Սա է գերազանց հավատացյալը։ Եվ մենք կտեսնենք Դանիելին եւ իր 3 ընկերներին, որոնք փառքի մեջ, հարստության մեջ, պալատի մեջ գերադասեցին Աստծուն ամեն բանից առավել։ Գերադասեցին անգամ ընկնել կրակե հնոցի մեջ կորցնել իրենց պաշտոնն ու հեղինակությունը, բայց Աստծուն գերադասեցին։ Գերագույն գերազանց պաշտամունք Տիրոջը մատուցեցին։ Ինչու էր Դանիելը գերազանց եւ ինչու՞մ էր Դանիելը գերազանց։ Նախ առաջինը նա գերազանց էր սրբության մեջ։ Ուրեմն
հարազատներ, երբ որ ես ասում եմ գերազանց տարի, սա նաև պետք է նշանակի մեր սրբության մեջ մենք պետք է գերազանցենք։ Չկա սրբության մի մակարդակ, որ հավատացյալն ասի դե բավական է որքան սրբվեցի, էլ տեղ չունեմ սուրբ դառնալու։ Հայտնություն գիրքն ասում է, սուրբը թող ինչ անի, թող ավելի սրբվի։ Ուրեմն Դանիելը եւ իր ընկերները գերազանց էին սրբության մեջ։ Նրանք սկսեցին ներսից, ոչ թե դրսից, ոչ թե արտաքին նվաճումներից, այլ ներքին նվաճումներից, իրանց կրքերը նվաճելուց, իրենց ախորժակը նվաճելուց։ Դանիել մարգարեության առաջին գլխի 8-րդ խոսքը տեսեք ինչպես է բացվում Դանիելի գիրքը։ 1:8-ում գրված է. եւ Դանիելը որոշեց իր սրտում, տեսեք, որտեղից է գալիս գերազանցությունը, դա գալիս է մեր որոշումներից, ոչ թե դա բախտի հարց է, այլ որոշման հարց է։ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով եւ նրա խմած գինիով եւ խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի։ Եվ Աստված Դանիելին շնորհք եւ ողորմություն տվեց ներքնապետի առաջ։ Տեսեք, երկու գեղեցիկ արտահայտություն շնորհք եւ ողորմություն։ Միթե սա Պողոս առաքյալի բարևը չէր հավատացյալներին։ Շնորհք եւ ողորմություն լինի ձեզ Տերիցը, մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Մենք կարիք ունենք Աստծո շնորհքի եւ ողորմության, բայց շնորհքն ու ողորմությունը չեն գա, եթե մեր սրտի մեջ որոշում չլինի։ Դանիելի գերազանցությունը հենց այստեղ սկսվեց, սրբության գերազանցությունը Դանիելը որոշեց իր սրտում։ Քույրեր, եղբայրներ, այս տարվա մեջ մենք որոշումներ պետք է կայացնենք։ Դու որոշում պետք է կայացնես քո կյանքի մեջ։ Սա ամենակարևոր որոշման տարին պետք է լինի շատերիս համար, որովհետև եթե որոշում չկայացնես, քո փոխարեն աշխարհը որոշում կկայացնի, քո փոխարեն սատանան որոշում կկայացնի։ Աստված նայում է նաև մեր որոշումներին, հարգում է մեր որոշումները եւ մեր որոշումները պետք է համապատասխան լինեն Աստծո որոշումների հետ, Աստծո կամքի եւ հրամանների հետ։ Ուրեմն Դանիելը սկսեց սրբության որոշումից։ Նա որոշեց իրեն չպղծել։ Եղբայրս, քույրս, կարող ես դու էլ այս տարի այս որոշումը կայացնել, հենց սա է գերազանցությունը։ Սրտիդ ներսում որոշես, որ այլևս չես ծխելու, այլևս չես խմելու, այլևս այդ մեղսալի սովորությունը չես անելու, որոշես աչքերդ սուրբ պահես, որոշես շուրթերդ չպղծես հայոյանքներով, այս ամենը կապված հենց որոշման հետ, կամքի հետ։ Դանիելը որոշեց եւ որոշեց որտեղ իր սրտի մեջ որոշեց, իր մտքի մեջ որոշեց։ Աստված չի օգտագործում պարզապես տաղանդավոր մարդկանց, Աստված գործածում է նաեւ ամենակարևորը սուրբ մարդկանց։ Հետևաբար մենք տաղանդներով կարող ենք տպավորություն թողնել մարդկանց վրա, բայց ոչ Աստծո վրա, բայց սրբությամբ տպավորություն կթողենք Աստծո վրա։ Իսկ Աստծո խոսքն ասում է սուրբը թող ավելի սրբվի։ Ուրեմն առաջին գերազանց լինել սրբության մեջ։ Կան այստեղ մարդիկ, որոնք իրենց ձեռքերը կբարձրացնեն եւ կասեն, ես որոշում եմ այս տարի գերազանցել սրբության հարցով, ավելի սուրբ լինել, ավելի մաքրվել եւ որոշում կայացնել ինձ չպղծել այս աշխարհի սեղաններից չօգտվել, մեղսալի, զվարճալի, մեղքին տանող սեղաններից չօգտվել, այլ Աստծո սեղանից օգտվել։ Երկրորդը, ինչու էր Դանիելը եւ ինչումն էր Դանիելը գերազանց, նա գերազանց էր իր բնավորության մեջ։ Սա շատ կարևոր է։ Շատերը գերազանց են օծության մեջ, հրաշքների մեջ։ Սավուղն էլ մարգարեանում էր, բայց բնավորություն չուներ։ Դրա համար իր թագավորությունը գնաց։ Թագը թռավ, գահը տակից փախավ եւ խայտառակ եղավ, որովհետև բնավորություն չուներ, Քրիստոսանման բնավորություն չուներ։ Դանիելը եւ իր ընկերները գերազանց էին ոչ միայն գիտելիքների մեջ, այլ բնավորության մեջ։ Դանիելը պարզապես խելացի չէր։ Դանիելը նաեւ կարգապահ էր, ազնիվ էր,
քաջ էր, հեզ էր, եւ սրանք բնավորության գծեր են, Քրիստոսանման բնավորության գծեր են։ Գիտեք, աշխարհի մեջ մարդիկ ասում են, դե կարևորը վատ մարդ չլինեմ, լավ մարդ լինեմ, այդ է կարևոր։ Կարևորը ոչ թե ուղղակի լավ մարդ լինելն է, այլ Քրիստոսի նման լինելն է, գերազանց հավատացյալ լինելն է։ Ոչ թե որ գամ եկեղեցում նստեմ ու գնամ տուն, դրանով աշխարհը չի փոխվի։ Բայց լինեմ այնպիսի հավատացյալ, որ իմ ազդեցությունից մարդիկ կփոխվեն, իմ գործատեղիում, աշխատավայրում մարդիկ կազդվեն, իմ տան մեջ մարդիկ կապաշխարեն իմ ներկայությունից։ Հետագայում մենք տեսնում ենք, որ նա այնքան անթերի էր իր բնավորության մեջ անխոցելի, որ նույնիսկ իր թշնամիները խոստովանեցին դա, որ նրա մեջ ոչ մի մեղք չգտան, նրան մեղադրելու ոչ մի հատուկ պատրվակ չգտան։ Միթե սա օրհնյալ չի։ Տեսեք Դանիելի մարգարեության 6:4 համարում ինչ է գրված։ Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիելի դեմ կառավարության կողմանե, բայց բնավ մի պատճառ եւ չարություն չկարողացան գտնել, որովհետեւ նա հավատարիմ էր եւ ոչ մի հանցանք եւ չարություն չգտնվեց նրա վրա։ Երանի թե Աստծո խոսքը նույնը վկայի նաև մեր մասին։ Ոչ մի արատ, ոչ մի պատճառ, ոչ մի հանցանք, ոչ մի չարություն, որովհետև գրված է, որովհետև Դանիելը հավատարիմ էր։ Իսկ հավատարմությունը Սուրբ Հոգու ինչ է, պտուղ է։ Դա մեր պտուղը չի, դա Սուրբ Հոգու գործն է մեր կյանքի մեջ։ Ուրեմն Դանիելը գերազանց էր սրբության մեջ, Դանիելը գերազանց էր բնավորության մեջ եւ Դանիելը ճիշտ կյանքով էր ապրում, Քրիստոսանման կյանքով էր ապրում։ Սա է գերազանց հավատացյալի չափանիշը, ոչ միայն ճիշտ քարոզել, այլև ճիշտ ապրել։ Շատերն են այսօր ճիշտ բաներ քարոզում, բայց ճիշտ կյանքով չեն ապրում։ Աստված ողորմություն անի, որ ինչ որ հավատում ենք, ինչպես որ քարոզում ենք, ինչ որ քարոզում ենք, այդպես էլ ապրենք։ Երորդ, Դանիելը եւ իր ընկերները գերազանց էին պաշտամունքի մեջ, փառաբանության, երկրպագության մեջ, Տիրոջը ծառայելու մեջ։ Նրանք գերազանց էին իրենց վճռականության մեջ։ Հիշում եք Հեսուն կանգնեցրեց ամբողջ Իսրայելին եւ ամբողջ Իսրայելի առաջ ասաց. դուք որոշեք, որ աստվածներին եք ուզում պաշտեք, կուռքերին, գետի այն կողմի աստվածներին, բայց ես եւ իմ տունը Եհովային պիտի պաշտենք։ Դանիելն էլ իր ընկերների հետ իր սրտի մեջ ուներ այս որոշումը, հետեւաբար նրանք գերազանց պաշտամունք մատուցեցին։ Ես չունեմ այդ վստահությունը, որ մենք բոլորս այս վիճակի մեջ ենք։ Մենք կարիք ունենք այս տարի նորոգել մեր պաշտամունքը։ Ամեն մի տան գլուխ, ամեն մի տան հայր եւ ամուսին կարիք ունի Հեսուի պես հայտարարություն անի. այս տարվա մեջ ես եւ իմ տունը Աստծուն պիտի պաշտենք։ Ես վերջես իմ զավակների հետ որ խոսում ենք, երբ որ եկանք Միացյալ Նահանգներ ծառայության եւ աշխատանքի բերումով ենք այստեղ, եւ Ալեքսին ասում է Ալեքս, մենք հիմա Ամերիկայում ենք գտնվում եւ մեր տանից դուրս Ամերիկայի օրենքներն են այստեղ։ Երթևեկության օրենքները տարբեր են, երկրի օրենքները տարբեր են, բայց երբ որ դռնից ներս ես մտնում, մեր տան մեջ ուրիշ օրենք է։ Աստծո օրենքն է, Աստծո դրվածքն է եւ երկնային արքայության սահմանադրությունն է։ Հետևաբար Դանիելն էլ գերազանցեց պաշտամունքի մեջ։ Մարգարեության մեջ տեսնում ենք 3-րդ գլխում 3 երիտասարդներ, որ ինչ են ասում են մեր Աստված կարող է ազատել մեզ, բայց եթե չազատի էլ մենք չենք երկրպագի թագավորին։ Սա գերազանց պաշտամունք է, առանց կոմպրոմիսների, առանց զիջումների, սա գերազանց հավատքի գագաթնակետն է, երբ որ հավատացյալը ասում է ոչ թե կհավատամ, եթե ստանամ, այլ ասում է կհավատամ, որովհետև նա Աստված է, ոչ թե կպաշտեմ նրան, որ նա ինձ ազատի, այլ եթե չազատի էլ նրան եմ պաշտելու, եթե իմ սպասելիքները չիրագործվեն էլ միևնույն է նրան ենք երկրպագելու, եթե անգամ աղոթեմ, աղոթքիս պատասխանը չստանամ, ինչպես Ամբակումն ասաց, միևնույն է ես իմ Տերով պիտի ցնծամ, Աստծով պիտի ուրախանամ։
Սա է գերազանց պաշտամունքը, որ ոչ թե ամեն բան լավ է, դրա համար գերազանց պաշտում եմ ես Աստծուն, այլ անգամ երբ որ իմ ակնկալիքները չեն իրականանում, անգամ եթե թեժ կրակ է, հնոցների մեջ եմ հայտնվել եւ ասում եմ, ես ինչ կրակի մեջ եմ ես, հենց կրակների մեջ պաշտել ենք սովորում Աստծուն։ Ոչ թե եկեղեցական հով, դահլիճներում, կոնդիցիոներների տակ կամ մեր փափուկ դիվանների վրա նստած պաշտենք Տիրոջը, այլ հենց կրակների մեջ էլ, հալածանքների եւ նեղությունների մեջ սովորենք պաշտել Տիրոջը։ Սա է գերազանց պաշտամունքը, քույրեր, եղբայրներ։ Դանիել 6-րդ գլխում էլ մենք տեսնում ենք, որ Դանիելը չի դառնում ցուցադրական, թեպետ ինքը գնում է հալածանքի ժամանակ պատուհանները բացում է եւ սկսում է աղոթել, բայց նա չի էլ դառնում գաղտնի հավատացյալ հալածանքի ժամանակ։ Հենց սա է ճշմարիտ պաշտամունքը։ Նա շարունակում է աղոթել ինչպես միշտ։ Գիտեք, եթե ազատության պայմաններում դու մի բան ցույց ես տալիս, դա աստվածպաշտություն չէ, դա ցուցամոլություն է։ Բայց եթե հալածանքի ժամանակ չես թաքցնում, դա դավանություն է։ Ուրեմն նույնը Դանիելն արեց։ Նա պատուհանները բացեց եւ պաշտեց Աստծուն այնքան բարձր, որ թշնամիները լսեցին նրա պաշտամունքի ձայնը։ Գերազանց պաշտողին լռեցնել չի լինի։ Կրակը չի այրի, առյուծ իրան կուլ չի տա։ Հետևաբար երրորդ գերազանց տարի նշանակում է, որ այս տարի մեզ համար լինելու է նաև գերազանց պաշտամունքի տարի։ Բաներ կան, որ կարող են մեզ կոմպրոմիսի տանել։ Սատանան էլ ուզում էր Հիսուսի պաշտամունքը, երկրպագությունը փողով առներ։ Ասում էր, այս փառքը քեզ կտամ, այս թագավորությունները քեզ կտամ, միայն թե ընկի եւ ինձ երկրպագի։ Շատ հավատացյալներ ծախվեցին ցավոք սրտի։ Գործարքի գնացին, դե լավ ոչինչ, այս ամիս էլ եկեղեցի չգնամ, այս ամիս էլ չաղոթեմ, այս ամիս էլ չկարդամ, մի քիչ շատ աշխատեմ, որ կարողանամ պարքերը շուտ փակեմ։ Բայց օրհնություն չկա դրա մեջ։ Երբեք քո պաշտամունքի հաշվին մի աշխատի։ Երբեք քո ծառայության հաշվին աշխարհին ծառայություն մի մատուցիր։ Աստծուն, դուք ասեք կայսրինը կայսրին։ Ուրեմն գերազանց հավատացյալը իր սկզբունքները չի փոխում, իր պաշտամունքը չի վաճառում, նա չի շարժվում ըստ օրենքների, անգամ երկրի օրենքը փոխվեց, բայց նա շարժվում է ըստ Աստծո օրենքի։ Նա չի շարժվում ըստ մոդայի, ըստ վախերի, այլ շարժվում է ըստ Աստծո Սուրբ Հոգու։ Ամփոփիչ մի հատ նայենք գերազանց սրբության մեջ, գերազանց բնավորության մեջ, երրորդ գերազանց պաշտամունքի մեջ եւ չորրորդ այս տարի գերազանց Աստծո խոսքի ուսումնասիրության մեջ, ոչ թե պարզապես կարդալու մեջ, այլ ուսումնասիրելու, սերտելու, որովհետև Աստծո հայտնությունները անտարբեր կարդացողի համար չեն։ Աստծո հայտնությունները, Աստծո խոսքը խորը ուսումնասիրողի համար է։ Իսկ այստեղ գանձեր կան, որոնք մենք պետք է պեղենք Սուրբ Հոգու հայտնության լույսի ներքո։ Դանիելը գերազանց էր Աստծո խոսքի սերտողության մեջ։ Տեսեք Դանիել մարգարեության 9-րդ գլխի 22-ից 3-րդ խոսքերում ինչ է գրված։ Նրա թագավորության առաջին տարին ես Դանիելս իմացա գրքերում այն տարիների թիվը, որ գրքերում, ահա այս գրքերում, մասնավորապես Երեմիայի գրվածքները, երբ որ նա կարդաց, ասում է իմացա տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե պիտի վերջացներ Երուսաղեմի ավերմունքը 70 տարիով։ Եվ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։ Ուրեմն նա կարդաց խոսքը, նա ուսումնասիրեց խոսքը, համեմատեց ժամանակները եւ հասկացավ, որ ինքը ճիշտ ժամանակի մեջ է գտնվում եւ նա չարխայնացավ, նա զգաստացավ եւ սկսեց ծոմ պահել, աղոթք անել, իր ազգի համար ապաշխարել, որ Աստծո խոսքը կատարվի։ Քույրեր, եղբայրներ, մի անհոգացեք մտածելով, դե եթե գրված է, առանց ինձ է կկատարվի, առանց քեզ կկատարվի, բայց քո կյանքում չի կատարվի։ Հետևաբար, եթե ուզում ես Աստծո խոսքը կատարես, պետք է նախ ճանաչես Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգու օգնությամբ իրագործես այդ խոսքը։ Դանիելը
գերազանց էր Աստծո խոսքի ուսումնասիրության մեջ։ Ցավում եմ, որ շատ հավատացյալներ ամեն տարի տարվա վրա նկատում են, որ Աստծո խոսքը իրանց կյանքում հետընթաց է ունենում։ Քչերն են կարդում։ Շատ քարոզներ են լսում, բայց շատ քիչ են կարդում։ Մի տեսակ ինքնաբավ են դարձել հավատացյալները։ Դժվարանում են Աստծո խոսքի ընթերցանության մեջ, հայտնությունների մեջ, որովհետև կերակրվում են ուրիշների հայտնություններով, բայց չկա ավելի գերագույն հաճույք, քան այն հավատացյալը, որ վայելում է անձամբ Աստծո խոսքի հայտնությունները իր սենյակում, իր տան մեջ, իր սրտի մեջ։ Հետևաբար քույրեր, եղբայրներ, եթե անցած տարիներում զլացել ենք, տկարացել ենք, թուլացել ենք Աստծո խոսքի ուսումնասիրության մեջ, այս տարի թող Աստվածաշունչը մեր ձեռքերից չպակասի, մեր սեղանից չհեռանա, մեր աչքերի առաջից չհեռանա։ Տերն ասաց Հեսուին, որ միայն այդ ժամանակ հաջողակ կլինես, եթե Աստծո խոսքը միշտ դնես քո աչքերի առաջ ու ցերեկ ու գիշեր դրանց վրա մտածես։ Սատանան այսօր գողացել է շատ հավատացյալների աչքերի առաջից Աստծո խոսքը, դրա համար շատ հավատացյալներ իրանց աչքերի առաջ ուրիշ բաներ են դրել։ Մենք կարիք ունենք Աստծո խոսքը դնենք մեր աչքերի առաջ, գերազանց լինենք Աստծո խոսքի մեջ, գերազանցիկ աշակերտներ լինենք։ Հաջորդը, 5-րդը Դանիելը գերազանց էր նաև աղոթքի կյանքի մեջ։ Գերազանց աղոթքի կյանքի մեջ։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, երբ որ նա կարդաց խոսքը նրան տարավ դեպի ուր, դեպի աղոթքը։ Քույրեր, եղբայրներ, ես իսկապես չեմ տեսել այնպիսի հավատացյալի, որ ջերմեռանց սրտով կարդա Աստծո խոսքը եւ չուզենա աղոթի։ Աստծո խոսքը մեզ տանում է դեպի աղոթքի սենյակ, գերազանց էր աղոթքի մեջ։ Քանիսներս տկարացել ենք անցած տարի աղոթքի կյանքի մեջ։ Ես էլ ձեր հետ պետք է խոստովանեմ, որ կարիք ունեմ նորոգվելու աղոթքի կյանքի մեջ, նորոգելու իմ աղոթքի սենյակը, նորովի մուտք գործելու աղոթքի աշխարհ։ Նրանք գերազանց էին աղոթքի կյանքի մեջ, դու էլ պետք է գերազանց լինես, ես էլ պետք է գերազանց լինեմ, որովհետև 21-րդ դարում անհնարին է լինել հավատացյալ առանց աղոթքի։ Տեր Հիսուսն ասաց, աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք, ինչքան են շատացել փորձությունները, բայց մի պայման կա, պետք է աղոթես, որ փորձության մեջ չհայտնվես։ Դանիելի գրքում աղոթքը մի գեղեցիկ կամ կրոնական դրվագ չի, այլ աղոթքը նրանց շնչառությունն էր, Դանիելի շնչառությունն էր։ Դրա համար հիշում եք պատմությունը 30 օր Դանիելի թշնամիները որոշեցին, որ 30 օր ոչ ոք չպետք է աղոթի իր Աստծուն, այլ միայն թագավորին։ Եվ Դանիելը մտածեց, ասաց, ես չեմ կարող անգամ 30 րոպե առանց աղոթքի մնալ։ Բայց շատ հավատացյալներ 30 օր չէ, 300 օր էլ կարող են առանց աղոթքի ապրել։ 30 օր երկրում օրենք ընդունվեց, որ մարդ չպետք է աղոթի իր Աստծուն, բացի թագավորին աղոթելուց։ Բայց Դանիելն ինչ արեց, նա 30 վայրկյան էլ չհապաղեց, որտեղ նա աղոթքի մարդ էր։ Աղոթք Երկրորդ գլխում մենք տեսնում ենք նա աղոթում էր եւ իմաստություն էր ստանում երազներ մեկնելու։ 9-րդ գլխում մենք տեսնում ենք ապաշխարության աղոթք, որ իր ազգի համար էր ապաշխարում եւ բարեխոսում։ Դանիել 10-րդ գլխում մենք տեսնում ենք հոգեվոր պատերազմի աղոթ։ Տեսեք, նրա աղոթքի մակարդակը գնալով ուժեղանում է։ Եվ Դանիելի աղոթքից, եթե սկզբում ինքն էր օրհնվում, իր ընկերներն էին օրհնվում, հետո թագավորն էր օրհնվում, հետո Դանիելի աղոթքից ազգերը օրհնվեցին։ Նա մեկն էր, որ իր աղոթքի սենյակի մեջ ազգերի ճակատագիր էր վճռում։ Կարող եք պատկերացնել, եթե 30 օր Դանիելը չաղոթեր, ինչ կլիներ իր թագավորության մեջ։ Կարող ես դու պատկերացնել, եթե Հայաստանում 30 օր հավատացյալները չաղոթեն, ինչ կլինի մեր երկրի վիճակը։ Իսկ ինչ կլինի քո վիճակը, եթե դու դադարես աղոթելուց։ Ուրեմն Տեր, օգնիր ինձ, որ գերազանցեմ ինձ աղոթքի կյանքի մեջ։ Այս տարի լինի աղոթքի տարին մեզ համար։ Մյուսը դրվագը, որ մենք տեսնում ենք, Դանիելը գերազանց էր ծոմի մեջ։ Ընթերցանություն, աղոթք, ծոմապահություն։ Սրանք 3 հզորագույն զենքերն են։ Հոգևոր քրիստոնյայի կյանքում 3 հզորագույն զենքերը
ընթերցանություն, Աստծո խոսքը, որ հոգու սուրն է, աղոթքը, որով մենք կարող ենք հոգևոր աշխարհի մեջ փոփոխություններ բերել, եւ ծոմապահությունը, որը ճեղքում եւ հաղթանակ է բերում։ Եվ Դանիելը 1 օր ծոմ չպահեց, 2 օր ծոմ չպահեց, 21 օր իրեն զրկեց ախորժալի կերակուրներից։ Այսօր նեյրո գիտնականները, հոգեբանները, բժիշկներն ապացուցել են, որ 21 օրը դա այն թիվն է, որով մարդու մեջ փոխվում է նեյրո կապեր, այսինքն եթե ինչ-որ մեկը վատ սովորություն ունի, որ ինքնաբերաբար անում է դա, եթե 21 օր նա դադարի դա անելուց, 21 օր հետո նա չի անի դա։ 21 օրը դա գիտական ապացուցված թիվ էր։ Գիտության մեջ 21-ը, նեյրոգիտության մեջ 21-ը նեյրոնների ճեղքման, նեյրոնային կապերի փլուզման, վատ կապերի քանդման թիվն է։ Նա հասկացել էր, որ հոգևոր աշխարհի մեջ էլ կան օրենքներ, եւ նրա 21 օրյա աղոթն ու ծոմը երկինքը բացեցին, իր ազգի համար փրկություն ապահովեցին։ Դու էլ կարող ես քո աղոթքով եւ ծոմով քո ազգի համար, քո հարազատության համար, քո տան համար փրկություն բերել, հաղթանակ բերել քույրս եղբայրս։ Ուրեմն գերազանց ունենք ծոմի մեջ։ Մեր եկեղեցին բարիս մի ավանդույթ ունի, սովորություն ունի, ամեն ամսվա առաջին օրը ծոմ պահի։ Ես կոչ կանեմ, որ ավելի այս տարի ջերմեռանդ լինենք։ Մեր հայտարարություն տարածողները ավելի բարձր հնչեցնեն այդ զանգերը ծոմապահության, որ ծոմ ունենք այս ամսի 1-ին, բոլորս հավաքվենք, ծոմ պահենք, նպատակի համար, նպատակով կարգադրությամբ ծոմ պահենք եւ կտեսնենք հաղթանակ մեր կյանքի մեջ։ Դանիելը գերազանց էր ծոմի մեջ եւ հետեւաբար նաեւ 7-րդը կարող ենք ասել գերազանց էր նաեւ նվիրման մեջ։ Այս բոլոր կետերը եթե համախմբենք իրար, մի բան կստանանք։ Դանիելը գերազանց նվիրված հավատացյալ էր, նվիրված իր Տիրոջը, հավատարիմ իր Տիրոջը։ Եվ թագավորը ինչ փորձեց անել։ Թագավորը փորձեց նրան փոխել նրանց երկիրը, իրենց Իսրայելից, Հրեաստանից պոկեց այդ պատանիներին, գերի վերցրեց, սկզբից Բաբելոնի թագավորը, հետո Դարեհը նրան գերի տարավ, ուրեմն նա գերի էր, երկիրը փոխվեց, թագավորը փոխեց նրա անունը, թագավորը փոխեց նրանց սննդակարգը, թագավորը փորձեց փոխել իհարկե, փորձեց փոխել նրանց աղոթքի կյանքը, փորձեց փոխել նրանց պաշտամունքն ու դավանանքը, բայց իրականում նրանք չփոխվեցին։ Փոխարենը թագավորը փոխվեց, դարձավ աստվածապաշտ, Պարսից մեծն Դարե թագավորը իր շուրթերով դավանեց, որ Դանիելի Աստծո նմանը չկա ամբողջ աշխարհում։ Ուզում եմ ավարտեմ հետևյալ հարցով. ինչպես լինել գերազանց հավատացյալ, ոչ թե միջակ, ոչ թե ծուլ, այլ գերազանց։ Առաջի բանը իմ հորդորը սա է, քույրեր եղբայրներ, որոշում արա սրտիդ մեջ, ինչպես Դանիելը որոշեց։ Ոչ ոք քո փոխարեն չի կարող որոշել։ Դու ես որոշողը, որոշումը քոնն է։ Ընտրություն արա, կյանքի եւ մահվան միջև Տերն ասում է կյանքը ընտրիր։ Օրհնություն եւ անեծքի միջև օրհնությունը ընտրիր։ Աստծո խոսքը ընտրիր, աղոթքի կյանքն ընտրիր, սրբությունն ընտրիր։ Դանիելը որոշեց չպղծվել։ Դու էլ քո սրտի մեջ որոշում կայացրու, թե ինչ բաներ կան քո կյանքում, որ այս տարի չպետք է անես, որպեսզի չպղծվես։ Գերազանցությունը պատահականություն չէ։ Դա նախապես ընդունված որոշումների արդյունք է։ Սրտիդ մեջ որոշում կայացրու։ Երկրորդ, կարգապահություն ունեցիր։ Որտեւ եթե կարգապահ չլինես, դու չես կարող գերազանց լինել։ Կարգապահություն եւ ոչ թե զգացմունքայնություն։ Շատ հավատացյալներ զգացմունքային են, բայց կարգապահ չեն։ Շարժվում են էմոցիաներով, վիրավորվում են, խոցվում են, մերժված են իրանց զգում եւ իրանց վիրավորանք, իրանց էմոցիաները իրանց հեռացնում է Աստծուց։ Բայց քույրս եղբայրս ուզում ես գերազանց լինել, քեզ կարգի հրավիրիր։ Քեզ հորդորիր, ինչպես Դավիթն էր իրեն կարգի հրավիրում եւ ասում էր. «Մի հատ ով իմանց, մի հատ հանգստացիր, հույսը Տիրոջ վրա դիր, ինչ ես շփոթվել»։ Ուրեմն կարգապահություն։ Ոչ թե շարժվենք տրամադրությամբ, այլ
կարգապահությամբ շարժվենք։ Որտեղ մեր տրամադրությունը կարող է մարդ ասել, այսօր տրամադրություն չունեմ աղոթելու, այսօր տրամադրություն չունեմ կարդալու, տրամադրություն չունեմ եկեղեցի գնալու։ Տրամադրություն չունես, կարգապահություն ունեցիր եւ արդյունքը քաղցր կլինի ու կքաղես։ Երրորդ, կանգնիր ճնշման առաջ առանց զիջման։ Այդ երեք պատանիները Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը զիջման չգնացին, կանգնեցին թագավորի առաջը, կտրեցին նրա առաջը եւ ասացին մենք քեզ չենք երկրպագի, մենք քո առաջ ծնկի չենք գա, զիջման չգնացին։ Քույրեր, եղբայրներ, անզիջում լինենք մեր եսի հանդեպ, անզիջում լինենք, մի խնայիր քո անձը, մի խնայիր քո եսը, թող այն տրորվի Հիսուսի ոտքերի տակ, թող նա ձայնազուրկ լինի, բայց Աստծո ձայնը բարձր լինի մեր կյանքի մեջ։ Ուրեմն կանգնիր հակառակ բոլոր ճնշումների եւ զիջման մի գնա։ Հաջորդը իմ խորհուրդը ինչպես լինել գերազանց հավատացյալ, քո ժամանակը ներդրում արա Աստծո իմաստության մեջ։ Դանիել 1:4 համարում գրված է, որ նրանք այդ պատանիները առանձնացվեցին ուսման համար, կրթվելու համար, կարդալու համար, նրանք նաև աճեցին, զարգացան գիտելիքների մեջ, թե բնավորությամբ, թե գիտելիքներով նրանք մյուսներին գերազանցեցին։ Դրա համար 1:20-ում գրված է, եւ իմաստության գիտության վերաբերյալ ամեն բանում, որ թագավորը հարցնում էր նրանցից, թագավորը նրանց տասնապատի գերազանց էր գտնում իր բոլոր թագավորությունում եղող մոգերից ու հմայողներից։ Քանի անգամ գերազանց, տասնապատիկ գերազանց։ Քույրեր, եղբայրներ, սա իմ երազանքն է եւ աղոթքը, որ այս տարի մենք տասնապատիկ գերազանց լինենք մեր շրջապատից, մեր անցյալից, գերազանցենք գիտությունով, հանճարով, օծությամբ, բայց ամենակարևորը նաեւ բնավորությամբ եւ քրիստոսանմանությամբ։ Հաջորդը ուժեղացրու աղոթքիդ եւ ընթերցանության կյանքը, ուժեղացրու աղոթքիդ կյանքը, որպեսզի դառնաս գերազանց հավատացյալ եւ ուժեղացրու նաեւ քո հարաբերությունները առողջ հավատացյալների հետ հարաբերություն կառուցիր, առողջ մարդկանց հետ։ Դանիելը 3 ընկեր ուներ, որոնք սուրբ էին, 3 ընկեր ուներ, որոնք սիրում էին Տիրոջը երկրպագել հակառակ բոլոր սպառնալիքների։ Ովքեր են քո ընկերները։ Ես կարծում եմ Դանիելը ինք իրենով Դանիել չէր։ Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը նրա կողմն էին։ Շատերը հարցում են, ասում են Վազգեն եղբայր, բա որտեղ էր Դանիելը, երբ որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին կրակի հնոցը գցեցին։ Իմ պատասխանը սա է. Դանիելը իր սենյակում աղոթում էր Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի համար, դրա համար այդ կրակը նրանց չվառեց։ Այդպիսի ընկերություն եմ ուզում։ Այդպիսի ընկերներ եմ մաղթում ամեն մեկիս, որոնք մեր կողքը կկանգնեն, մեզ հետ միասին Տիրոջը կպաշտեն եւ մեզ Տիրոջը ավելի կմոտեցնեն։ Առողջ հաղորդակցություն ունեցիր, ուժեղ, ամուր հաղորդակցություն ունեցիր ճիշտ մարդկանց հետ։ Գերազանց հավատացյալը բերում է խաղաղություն իր ընտանիքում, ազնվություն ֆինանսների մեջ, մաքրություն մտքի մեջ, ճշգրտություն խոսքի մեջ, հավատարմություն հարաբերությունների մեջ։ Դանիելի օրոք թագավորները փոխվում էին, կայսրությունները գալիս ու գնում էին, բայց նրա հեղինակությունը Դանիելի մնում էր, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար։ Ես կուզենամ, որ մարդիկ էլ մեր մասին այդպես ասեն, մատնացույց անեն եւ ասեն ինքը ուրիշ հավատացյալ է։ Ինքը տարբեր է մյուսներից, ինքը որ գալիս է խաղաղություն է բերում, ինքը որ խոսում է ես հանգստանում եմ, սա է գերազանց հավատացյալը, որ իր խոսքի մեջ աղ ու լույս ունի, համեմունք ունի, Քրիստոսի անուշ բույրն ունի իր կյանքի մեջ։ Հետևաբար իմ կոչը սա է, այսօր որոշենք եւ մենք հիմա պատրաստվենք երկրպագությանը նաեւ, այսօր որոշենք, որ ես չեմ լինելու միջակ հավատացյալ։ Կարող ենք միասին ասել, ես չեմ լինի միջակ հավատացյալ, ես չեմ լինի ծույլ հավատացյալ, ես չեմ լինի գաղտնի հավատացյալ, ես կլինեմ գերազանց հավատացյալ, ոչ թե իմ փառքի համար, այլ Աստծո փառքի համար։ Ես ուզում եմ մի իրական պատմությամբ ավարտեմ։
Եվ այս պատմությունը անվանել եմ այսպես. մեդալից էլ մեծ գերազանցություն, մեդալից էլ բարձր գերազանցություն։ Պատկերացրու քո կյանքում գալիս է այն պահը, երբ մի հաղթանակ կարող է քեզ դարձնել ազգային հերոս։ Եկել է այդ պահը, որ դու պետք է հերոսանաս, բոլորը քեզ պետք է ծափահարեն, աշխարհը քեզ է նայում, մամուլը, թերթերը սպասում են, մարդիկ արդեն քո վրա ուշադրություն են դարձրել, եւ հենց այդ պահին ամենաբարձր հարթակի վրա քեզանից պահանջվում է ընդամենը մի փոքր զիջում քո հավատքի մեջ։ Կարծես ոչ մահացու զիջում ճակերտների մեջ, պարզապես մի փոքրիկ քայլ, հետընթաց։ 1924 թվականն էր, Փարիզի օլիմպիական խաղերն էին, եւ շոտլանդացի մի վազորդ կար, անունը Էրիկ Լիդել, սա պատմական դեմք է։ Եվ նա համարվում էր Մեծ Բրիտանիայի ամենամեծ հույսերից մեկը, Մեծ Բրիտանիայի պարծանքը։ Նա 100 մետր մրցաձևում այդ վազքի մեջ հավասարը չուներ։ Բայց նա իմանում է, որ իր հիմնական մրցույթի փուլերը նախատեսված են կիրակի օրը։ Էրիկը հավատացյալ էր եւ իր կյանքում մի ուխտ ուներ, մի որոշում ուներ։ Եթե կիրակի, ապա ես պետք է եկեղեցում լինեմ, ուրիշ ոչ մի տեղ։ Եվ Էրիկը, երբ որ իմացավ, որ իր մրցույթի օրը կիրակին է, նա հրաժարվեց, ասեց, ես այդ օրը չեմ մրցի, այդ օրը իմ աղոթքի օրն է, այդ օրը իմ պաշտամունքի օրն է, ես եկեղեցի պետք է գնամ։ Մարզիչները վրդովվեցին, երկրպագուները, սպորտսմենները, մյուսները սկսեցին ծուռ նայել նրան, թերթերը սկսեցին խայտառակել նրան, որ այս Էրիկը ծայրահեղ կրոնավոր մեկն է, իր ազգին խայտառակում է, գնացել է օլիմպիադայի, բայց չի ուզում վազի, որովհետև կիրակի է, հիմա մենք լինենք, գուցե կասենք, դե լավ, հիմա մի հատ կիրակի է, կգնամ կվազեմ, մեդալը կստանամ, հետո կգնամ էլի եկեղեցի, բայց Էրիկը որոշում ուներ լինել գերազանց ամեն ինչում։ Եվ նա հրաժարվեց։ Եվ քանի որ հրաժարվեց, օլիմպիական կոմիտեն նրան ասաց. դու կարող ես միայն մեկ ուրեմն մրցասպարեզում վազել, մրցել, եւ դա 100 մետրը չի, նա միայն 100 մետրի համար էր պատրաստ։ Դու կարող ես մասնակցել 400 մետր մրցասպարեզի վազքին։ Էրիկը դրա համար չէր պարապել, նա պատրաստ չէր ֆիզիկապես, բայց նա ուրիշ հնարավորություն չուներ, որովհետև երկուշաբթի օր էր եւ 400 մետր պետք է վազեր։ Okay, խնդիր չկա, կանեմ։ Եվ գիտեք ինչ եղավ։ Նա հաղթեց։ Ոչ միայն հաղթեց, այլ հաղթեց 47.6 վայրկյանով, որը իրեն դարձրեց ոչ միայն օլիմպիական չեմպիոն, այլև համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Իսկ ինքը իր կյանքի մեջ երբեք այդ 400 մետրը այդքան վայրկյանում չէր վազել։ Էրիկը դարձավ ռեկորդսմեն, որովհետև գերազանցիկ հավատացյալ էր։ Եվ նրա համբավը բարձրացավ, որովհետև նա չզիջեց իր հավատքը։ Բայց Էրիկի պատմությունը այստեղ չի ավարտվում։ Երբ որ նա վերադարձավ Անգլիա, բոլորը նրան ծափահարում էին, նա մեդալներ ուներ, անուն ուներ, հեղինակություն ուներ, բարձր աշխատավարձ, բայց նա նվիրված հավատացյալ էր, նա որոշեց ամեն բան թողնի, գնա Չինաստան եւ այնտեղ աշխատի ծառայի որպես միսիոներ ուսուցիչ, չինացիներին ավետարան քարոզի։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց։ Ճապոնացիները ներխուժեցին Չինաստան, գերի վերցրեցին այդ քաղաքի գյուղի բնակչությանը, որտեղ նաև Էրիկն էր, եւ նրան ճապոնացիներն ասին՝ նայ դու օտար երկրացի ես, կարող ես գնալ։ Մենք այս չինացիներին կտանենք գերիների ճամբարում պահելու եւ տանջելու համար։ Էրիկն ասաց ոչ։ Ես կմնամ այստեղ չինացիների հետ, կտառապեմ, մինչև վերջ Քրիստոսի մասին կվկայեմ։ Եվ նա ճապոնական համակենտրոնացման ճամբարում դաժան պայմաններում չինացի երեխաների հետ մանկական ծառայություն էր անցկացնում։ Սա էր Էրիկի ռեկորդը, ոչ միայն սպորտի մեջ, այլ գերազանց էր նվիրման ու հավատքի մեջ։ Մի մտավորական, որ ինքն էլ էր գտնվում այդ համակենտրոնացման ճամբարում, հետագայում իր հիշողությունների գրքի մեջ հետևյալը գրեց. կյանքում հազվադեպ է մարդ երբևէ հանդիպում որևէ սրբի, սուրբ մարդու, բայց եթե երբևէ մոտ եմ եղել ինչ-որ սուրբի, ապա այդ մարդը Էրիկն էր։ Տեսեք ինչ կարծիք ուներ այդ անձնավորությունը Էրիկի մասին։ 1945 թվականի փետրվարի 21-ին
նա մահացավ ճապոնական համակենտրոնացման ճամբարում, բայց նրա ազդեցությունը մնաց։ Իսկ նրա ազդեցությունը ոչ թե մեդալների մեջ էր, այլ հավատքի մեջ, նվիրման մեջ։ Եվ նա սերունդներին ժառանգություն թողեց ավետարանը։ Հազարավոր չինացիների ապաշխարության առիթ հանդիսացավ։ Հիմա հարցը սա է. այս տարի դու որտեղ պիտի գերազանցես, որ ոլորտների մեջ պիտի գերազանցես, որպես հայր եղիր գերազանց հայր, որպես ամուսին եղիր գերազանց ամուսին, որպես կին, մայր եղիր գերազանց, որպես աշխատող, որպես ծառայող եղիր չեմպիոն Հիսուսի համար, գերազանցիր ինքդ քեզ, հավատարիմ մնա այնտեղ, որտեղ դու կաս։ Եվ ավարտեմ այս հանձնարարությամբ, քանի որ ամեն ամիս արդեն մենք կունենանք կարգախոս այդ ամսվա համար, այս ամսվա հունվար ամսվա գերազանցության մեր կարգախոսը եւ հանձնարարականը սա է, Եփեսացիների 3:19, որով էլ կավարտեմ, որ ճանաչենք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից ինչ է գերազանց է։ Այս ամիս այն ամիսն է, որ պիտի ճանաչեն Քրիստոսի գերազանց սերը եւ ճանաչեցնել տանք ուրիշներին, փոխանցենք ուրիշներին Քրիստոսի գերազանց սերը, մարդկանց սիրենք ոչ թե մեր սիրով, որտեղ մեր սիրո մեջ աչառություն կա, մենք յուրայիններին ենք սիրում, բայց Քրիստոսի գերազանց սերը սիրում է ընկածին, սիրում է կորածին, սիրում է մերժվածին, սիրում է թշնամուն։ Սա է տարբերությունը։ Ուրեմն հունվար ամիսը Քրիստոսի գերազանց սիրո ամիս ենք հայտարարում, իսկ 2026 թվականը գերազանց տարի ենք համարում եւ հայտարարում։ Կանգնենք աղոթքի։ Մեր երկնային Հայր, մենք շնորհակալ ենք քեզանից քո խոսքի համար, շնորհակալ ենք քեզանից քո Սուրբ Հոգու համար։ Դու ես մեր գերազանց Աստվածը եւ ինչ որ արել ես մեր կյանքի մեջ եւ անում ես, գերազանց ես անում։ Դու ոչինչ թերի չես անում։ Երբ որ դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ նայեցիր եւ ասացիր ամեն բան լավ է, գեղեցիկ է, կատարյալ է, քո ստեղծագործությունը կատարյալ է, քո նվիրումը գերազանց է, քո զոհողությունները գերազանց են, ապա ինչու ես պետք է թերանամ։ Ուրեմն մենք ամբողջ եկեղեցով այս տարի հայտարարում եւ հռչակում ենք 2026 թվականը գերազանց սիրո տարի, գերազանց հավատքի տարի, գերազանց սրբության տարի, գերազանց նվիրման տարի, գերազանց ծառայության տարի, գերազանց տարի մեր կյանքի բոլոր բնագավառների մեջ թող ինքներս մեզ գերազանցենք, բոլոր չափանիշները գերազանցենք, Սուրբը ավելի սրբվի եւ նվիրվի ավելի Տիրոջը։ Եկեք մեր ձեռքերը բարձրացնենք դեպի Տերը, հանձնվենք նրան, գերազանց պաշտամունք մատուցենք նրան։ Կարող ենք հենց հիմա սկսել գերազանց տարին, հենց հիմա ունենալ գերազանց աղոթ, գերազանց երկրպագություն, այնպես որ երբեք չէր աղոթել, այնպես աղոթի, այնպես պաշտիր, որ երբեք այդպես չէր պաշտել։ Գերազանց ձևով ձայնդ բարձրացրու, երգդ բարձրացրու եւ օրհնիր Տիրոջը։ Եվ կխնդրեմ հիմա, որ Սելի Աշոտ եղբայրը բեմ բարձրանա եւ բոլորիս առաջնորդի աղոթքի մեջ մեր հովիվները, երեցները կգան առաջի շարք եւ կաղոթեն ձեզ համար, դուք էլ ձեր տեղից դուրս կգաք, մոտեցեք Աստծո ծառաներին, որ ձեզ յուղով կոծեն, կձեռնադրեն, կաղոթեն ձեր նոր տարվա համար, որպեսզի սպառազինվեն եւ գնանք տուն այս որոշումով։ Դանիելը սրտում որոշեց, դուք էլ այսօր որոշեք ձեր սրտի մեջ եւ եկեղեցում, որոշումով գնանք տուն, որ այս տարի գերազանց տարի է լինելու, փոխվելու եմ, ուրիշ ձև եմ ապրելու, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։